Մեր հաղորդաշարի երկրորդ հատվածը նվիրում ենք ավտոսպորտի ամենահին դիսցիպլիններից մեկին՝ բարձունքի հաղթահարում։ Այս դիսցիպլինի ամենաառաջին մրցարշավը թվագրվում է դեռ 1897 թվականի հունվարի 31-ով։ Մրցաշարերն անցկացվում են ինչպես հատուկ կառուցված պրոֆեսիոնալ մրցուղու, այնպես էլ ընդհանուր օգտագործման լեռնային ճանապարհների վրա, որոնց համար սահմանված են որոշակի չափանիշներ։ Անկախ Հայաստանի ավտոսպորտի կյանքում այս դիսցիպլինից մրցարշավներ անցկացվել են գրեթե միշտ, եւ այդ գործում մեծ համարում ունի Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան։ Հենց այս կազմակերպության հովանու ներքո էլ կազմակերպվում են բարձունքի հաղթահարման մրցարշավները։ Այս անգամ մենք անդրադառնում ենք 2025 թվականի գավաթի առաջին փուլին։ Այսօրվա մրցարշավին հետևելու համար բազմաթիվ ավտոսիրողներ են հավաքվել։ Նրանց չի խանգարում նույնիսկ բավական շոկ եղանակը, մանավանդ որ Սիլ Մազա ընկերությունը տրամադրում է խմելու ջուր եւ զովացուցիչ ըմպելիքներ ծարավը հագեցնելու համար։ Այսօր տեղի ունենում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի լեռնային մրցավազքի առաջի փուլը, սա Հայաստանի առաջնությունն է։ Երկրորդ ունենք 3 փուլ։ Երրորդ փուլը նորից այստեղ է կայանալու Վրաստանի Հանրապետության ֆեդերացիայի մարզիկների հետ համատեղ։ Այսօր մենք ունենք 12 մասնակից։ Առաջի դասում ունենք 5 մարզիկ, 1.6 շարժիչային ծավալով դասում ունենք 7 մարզիկ։ Միջոցառումը գտնվում է Ազատի ջրամբարում, Լանջազատ գյուղի հատվածում։ Մրցուղու երկարությունը 4 կիլոմետր է։ Մեքենաները բոլորը տեսնում եք զինված են ֆեդերացիայի կողմից նշված բոլոր կանոնակարգերով, բոլորը պատրաստ են եւ բոլորին մաղթում եմ հաջողություն։ Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ Լանջազատ գյուղի գյուղապետին, որը աջակցեց, տեսնում եք ահա այս տարածքը, որ կահավորվել է, դա նաեւ իրենց շնորհքն է։ Այս միջոցառումը հիմնական туриզմի զարգացման համար է, որ մեր երկրում ավտոսպորտը եւ ավտոտուրիզմը զարգանա։ Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ մեր պաշտոնական հովանավոր Գալֆ ընկերությանը, ով մատակարարում է բարձրորակ շարժիչային վառելիք, եւ Ֆուքս ընկերությանը, ով ներկայացնում է մեքենայի շարժիչի լավագույն բարձրորակ յուղեր։ Շնորհակալություն բոլորին եւ Garage Master Mall-ին։ Ռալի չեմ քշում, իրականում դրիֆտ եմ քշում, քանի որ երանելի տեղ էր ռալին անցկացվում, այսինքն այդ գառնու պերևալներն էր, գառնու պերևալներն էլ երազում էինք մի օր փակվեր քշենք, փակվելա ուզում ենք քշենք։ Դե ռալի համար չի, մեքենան դրիֆտի համար է պատրաստված, ինքը արագության ու արագ պավառոտ մտնելու համար չի, այլ սիրուն պավառոտ մտնելու համար է, ինչը որ փորձելու ենք ստեղ ցույց տանք, հիմնականում եկել ենք ստեղ, որ մեքենան փորձարկենք մինչև դրիֆտի մրցումը։ Ընկերներս են թիմի անդամները, դե բնականաբար միշտ կողքս են ու կապ չունի ինչ մրցման կամ միջոցառման կամ շոուի կգնանք, միշտ իրանք իմ հետ են, էլի։ Այդ անպակաս մասն է մեր գործի։ Առանց թիմի անդամների ոչ մի բան չես կարող մենակով անել։ Այս մրցափուլում գրանցված է 9 մասնակից։ Նրանցից 5-ը ներկայացնում է առաջին դասը, որտեղ ընդգրկված են այն արշավորդները, ում բոլիդները սարքավորված են մինչև 2 լիտր ծավալով շարժիչով։ Այս դասի արշավորդներն են Արտյոմ Խեչումյան, համար 12, Կարեն Գրիգորյան, համար 7, Արթուր Հարությունյան, համար 5, Արտակ Հարությունյան, համար 55, Անդրանիկ Հարությունյան, համար 555։
երկրորդ դասում ընդգրկված են 2 լիտրից ավելի ծավալով շարժիչով բոլիդները։ Արշավորդներն են Արսեն Մանուկյան, համար 25, Տիգրան Մկրտչյան, համար 81, Լյուդվիգ Երմազյան, համար 888, Սերգեյ Սաֆարյան, համար 31։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվի գործընկերներին։ Գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Վարդալ ապրանքանիշով, պաշտոնական գործընկեր Նոր տուն խանութների ցանց։ Հաղորդման հովանավորներն են Քեշուա Արմենիա, Արզնի Կատ ընկերություն, GH Stone ընկերություն, ինչպես նաև B-Energy Group, Max Oil ընկերություն։ Առանձնահատուկ շնորհակալություն Multi-Group կոնցեռնին, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանին, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Շատ հետաքրքրական է Սերգեյ Սաֆարյանի մասնակցությունը այս մրցարշավին։ Ինչպես գիտեք, Սերգեյի տարերքը դրիֆտն է, ու այսօր նա այստեղ է հենց դրիֆտի նպատակով։ Նա ծրագրում է ոլորապտույտները անցնել դրիֆտով։ Տեսնենք ինչ կստացվի այդ ամենից։ Մեզ մնում է ամփոփել Լեռնային մրցության Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի 2025 թվականի գավաթի առաջին փուլի արդյունքները։ Առաջին դաս, երրորդ տեղ Արտակ Հարությունյան, երկրորդ տեղ Անդրանիկ Հարությունյան, առաջին տեղ Արթուր Հարությունյան, երկրորդ դաս, երրորդ տեղ Տիգրան Մկրտչյան, երկրորդ տեղ Արսեն Մանուկյան, առաջին տեղ Լյուդվիգ Երմազյան։ Այսօր թերևս այսքանը։ Մինչ հանդիպում հաջորդ շաբաթ։